Բարև ձեզ հարգելի գործընկերներ, անկեղծ ասած մի քիչ ափսոսում եմ եւ նաեւ նույնքան ուրախ եմ, որ իմ ելույթի հերթը չհասավ 3, որովհետեւ 3 օրվա ամբողջ ընթացքում այս դահլիճում այնպիսի բացասական էներգետիկա կար, այնպիսի բացասական տրամադրություն կար, որ մտածում էի, տեսնես ինչ պետք է ասենք կամ ինչպես պիտի վարվենք, որ այդ բացասականը դուրս գա այս դահլիճից։ Այսօր ինչ է կատարվում։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայացրել է առաջիկա 5 տարիների իր ծրագիրը։ Սա քաղաքական փաստաթուղթ է։ Ուզենք թե չուզենք, ընդունենք թե չընդունենք, սիրենք թե չսիրենք այս կառավարությանը, սա քաղաքական լրջագույն փաստաթուղթ է։ Եվ այդ փաստաթղթի նկատմամբ վերաբերմունքը պիտի լինի նույնքան լուրջ եւ նույնպես քաղաքական։ Եվ այս փաստաթղթի քննարկման ընթացքում պիտի ընդունելի չլինեն անձնական, անձնավորված, այսպես կոչված որոշակի գնահատականներ եւ որակումներ, որովհետեւ եթե մենք այսօր հաստատում ենք այս կառավարության ծրագիրը, իսկ մենք հաստատելու ենք այս կառավարության ծրագիրը, ապա դա լինելու է մեր բոլորի, մեզնից յուրաքանչյուրի ապագա 5 տարիների կյանքի ծրագիրը։ Ուզենք թե չուզենք, սիրենք թե չսիրենք այս կառավարությանը ինքներս մեզ կամ ամեն մեկս իրար։ Մի ճշմարտություն կա, երբ որ բաժակը դրված է սեղանին, լավատեսը մտածում է, որ այդ բաժակը կիսով չափ լիքն է։ Վատատեսը մտածում է, որ այդ բաժակը կիսով չափ դատարկ է։ Ճիշտ այդպիսի վերաբերմունք է այս կառավարության ծրագրի նկատմամբ։ Այստեղ հնչեցին կարծիքներ, որ այս կառավարության ծրագրում չկան խնդիրներ, իհարկե կան։ Եվ հենց կառավարության ծրագրում կան այդ խնդիրները եւ ի պատիվ կառավարության ու վարչապետի պիտի ասել բոլոր այն հիմնական 3 թիրախները, որ այսօր կա մեր երկրում, այսօր յուրաքանչյուր քաղաքացի զգում է այդ թիրախները իր ամենօրյա կյանքում, դրանք ներառված են կառավարությունում եւ այս ծրագիրը գրված է բաց աչքերով։ Կառավարությունը մտադրություն եւ ցանկություն չի ունեցել ծրագիրը գրել փակ աչքերով, որ իբրև ինքը Հայաստանի Հանրապետությունում չի ապրում եւ չգիտի խնդիրները, այդպես անելու իրավունք էլ չուներ, եւ առաջին հերթին մենք կլինեինք քննադատը, եթե կառավարությունը այսօր այդպիսի ծրագիր բերեր։ Բարեբախտաբար կառավարությունը այսօր բերել է այնպիսի ծրագիր, որտեղ ներառված են բոլոր 3 հիմնական խնդիրները, որոնք լուրջ հանձնարարականով եւ բավականին խստությամբ տրված է կառավարության երկրի նախագահի կողմից։ Արտագաղթ, այո կա արտագաղթ եւ ցավալիորեն կա եւ մեծ չափերի, աշխատատեղերի պակաս, այո այսօր մենք ունենք աշխատատեղերի պակաս եւ ցավալիորեն մեծ չափերի խնդիր ունենք եւ նաեւ աղքատություն 38%։ Սրանք կան եւ ոչ մեկը չի ասում, որ սրանք չկան եւ որևէ մեկը իրավունք չունի ասել, որ սրանք չկան։ Բայց այս կառավարության ծրագրում կան մի քանի կետեր, որոնք նոր են եւ որոնց նկատմամբ պետք է հատուկ ուշադրություն դարձնել։ Այստեղ կա մի բառ, որը երբ որ ես կարդում էի կառավարության ծրագիրը, ինձ անկեղծ ասած շատ հուզեց։ Եվ այս տրամաբանությամբ, եթե կառավարությունը աշխատի, ուրեմն մենք կհաջողենք։ Մի նոր ձևակերպում կառավարության ծրագրում, որն է մարտական։ Սա սոցիալական, սոցիալ-տնտեսական ծրագիր է, որը հավակնում է դառնալ մարտական։ Կկարողանա կառավարությունը կատարել այդ մարտական ծրագիրը եւ գնալ առաջ։ Առաջինը մենք կողջունենք։ Չի կարողանա, առաջին քննադատը ելի լինելու ենք մենք։ Բայց ես կարծում եմ, որ կառավարությունը իրավունք չունի սխալվելու եւ իրավունք չունի տող անգամ խուսափել, տող անգամ հեռանալ այն ծրագրից, որ այսօր մեզ ներկայացրել է։ Որովհետեւ եթե մեր երկրի հետ ինչ որ հերթական նոր վտանգ լինի, ինչ որ վտանգ սպառնա մեզ, իսկ այդ վտանգը կարող է սպառնալ, եթե այս կառավարությունն իր ծրագիրը չկատարի, ապա մենք բոլորս կներեք, այստեղ ասացին, գտնվում ենք նույն նավի մեջ։ Մենք նույն նավի մեջ ենք, նույն տապանի մեջ ենք։ Նավը մեզ համար մի քիչ շատ է այս պահին։ Մենք գտնվում ենք նոյի տապանի մեջ։ Եվ այդ տապանի մեջ, եթե հանկարծ այդ տապանին ինչ որ վտանգ սպառնա, որևէ մեկը չի հարցնել, դու ընդդիմություն ես թե իշխանություն։ Դու կառավարությանը սիրում ես թե չես սիրում։ Դու գեղեցիկ ես թե տգեղ, դու բարձրահասակ ես թե կարճահասակ, դու ընդհանրապես աբիժնիկ ես թե սիրում ես այս երկիրը։ Այդ տապանը կործանվելու է բոլորի համար։ Եվ եկեք մի քիչ դրական տրամադրությամբ վերաբերենք, որովհետև հարգելի ընդդիմադիր գործընկերներ, այսօր մենք ունենք այն ինչ ունենք։ Այսօր ընտրությունների արդյունքում հաղթել է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, այսինքն ստացել է ձայների մեծամասնություն։ Այսօր ձևավորվել է այս կառավարությունը եւ բոլորովին հարկ չկա այստեղ քննարկել, այստեղ քաղաքական դեմքեր են նստած կառավարությունում, թե ոչ քաղաքական։ Ինչպես ճիշտ այնպես, ինչպես հարկ չկա քննարկել ընդդիմությունում քաղաքական դեմքեր են, թե ապաքաղաքական, կամ ընդհանրապես մեր փողոցում քաղաքական դեմքեր են շրջում, թե ապաքաղաքական, որովհետև այդ քաղաքական բառը ընդհանրապես մեր բոլորի հերն անիծում է։
Մենք պիտի մտածենք, այստեղ պրոֆեսիոնալներ են նստած, թե պրոֆեսիոնալներ նստած չեն։ Մենք պիտի հասկանանք, այս մարդիկ ուզում են այս երկիրը երկիր դարձնել, թե չէ։ Եվ եթե հանկարծ այս մարդիկ իրենց աշխատանքի ընթացքում այս նոր սկսվող 5 տարում չկարողանան ապացուցել, որ իրենք չեն ուզում, որ մեր երկիրը երկիր դառնա, առաջին քննադատը լինելու եմ ես։ Եվ առաջին խոսողը լինելու է մեզնից յուրաքանչյուրը, որովհետև բոլորովին այնպես չէ, որ իշխանությունը ավելի շատ է սիրում երկիրը եւ ընդդիմությունը այնպես չի սիրում։ Ես հուսով եմ, որ այդպես է։ Ես հուսով եմ, որ այստեղ բոլորս սիրում ենք մեր երկիրը, եւ այդ սիրելը բոլորովին ռոմանտիկ չէ եւ լիրիկական չէ։ Այդ սիրելը իրական ռեալ սեր է, եւ այդ սերը պիտի արտահայտվի այստեղ այս դահլիճում, եւ ոչ թե այն բացասական մթնոլորտում, որ 3 տարածված էր այս դահլիճում։ Այստեղ խոսվեցի ռևոլյուցիայի եւ էվոլյուցիայի մասին։ Գիտեք, կառավարությունը հերթական անգամ մի նոր բան է առաջարկում, որը ինձ շատ դուրեկան է կարծում եմ այստեղ գտնվող շատերին։ Հեղափոխությունը ընդհանրապես հեղափոխությունները տեղի ունենում յուրաքանչյուրի գլխում։ Ընդհանրապես մարդկանց գլխում եւ հոգիներում է տեղի ունենում հեղափոխությունը եւ երբեք ոչ փողոցներում։ Փողոցներում եղած հեղափոխությունների արդյունքը մենք տեսանք, թե ինչ կատարվեց մեր հարևան երկրներում։ Մենք տեսանք, թե ինչպիսի ռևոլյուցիոն քանդվող վիճակներում հայտնվեցին այդ երկիրները։ Եվ կներեք հիմա գուցե ինձ քարկոծեք այդ մտքի համար, բայց հարգելի ընդդիմադիր գործընկերներ, եթե չեք կարողանում փողոցում հեղափոխություն անել, եկեք ձեր գլուխներում անենք եւ մեր գլուխներում։ Առաջին հերթին իմ գլխից սկսած։ Եկեք հեղափոխությունը սկսենք մեզնից յուրաքանչյուրի գլխում։ Կարող ենք դա անել, բրավո մեզ։ Չենք կարող անել, եկեք գնանք մեր տուն դռները փակենք եւ տնից դուրս չգանք։ Եվ բոլորովին պետք է այս քաղաքական ամբիոնը օգտագործել անձնական ամբիցիաների եւ այլնի համար։ Այսօր մենք բազմաթիվ դեֆիցիտներ ունենք։ Այդ դեֆիցիտներից մեկը դրական կերպարի, հերոսի կերպարի դեֆիցիտն է։ Մենք համառորեն ազգովի չենք ուզում ընդունել, որ մենք ունենք այդ դեֆիցիտը։ Մենք սիրում ենք նայել սպանություններ, բռնաբարություններ, կողոպուտ, ով լավ հասցրեց, ով քին ինչպես հասցրեց, ով ինչպես քաֆի տվեց բառերով։ Մենք ces բաներ սիրում ենք։ Բայց մենք չենք սիրում, երբ որ հանկարծ որևէ հարցազրույցում կամ որևէ նյութում, որևէ լրատվամիջոցում դրական մարդ է ներկայացվում, դրական կերպար։ Ոնց չենք սիրում, ատում ենք մենք դա։ Այս սա է մեր տունը քանդում նաև։ Մենք ժամանակն է, որ մեր մեջ ստեղծենք դրական կերպարը։ Եվ բոլորովին պետք չի այդ ստեղծման process-ում մտածենք այս կերպարը ընդդիմության ներկայացուցիչն է թե իշխանության։ Մի արեք այս ջրբաժան, այդ ջրբաժան բառը իրեք անդադ հնչում էր։ Մի արեք այս ջրբաժանը, խնդրում եմ, իմ երեխաները այս երկրում են ապրելու։ Հաջորդը մի մեջբերում։ Այսուհետ պետության դերի մասին խոսելիս միշտ պետք է նկատի ունենալ նրա կարգավորիչ խնդիրը եւ ոչ ամենևին թելադրանքը։ Այս պետությունը, մեր պետությունը, այս կառավարությունը իր ներկայացրած ծրագրով խոսում է կարգավորիչ դերի մասին։ Եվ բոլորովին կառավարությունը չի եկել ասելու ես բոլորի թելադրելու եմ այսպես արեք եւ այնպես արեք։ Կառավարությունը ասում է ես տեսնում եմ խնդիրները, ես ասում եմ որ խնդիրը այսպես պիտի լուծվի։ Եվ մենք հասկանում ենք որ այդտեղ կա տրամաբանություն, այդտեղ կա քաղաքական կամք։ Չտեսնել այս քաղաքական կամքը ես համարում եմ կներեք կարճատեսություն։ Եվ ամենակարևորը ինձ համար, պետությունը ես կարծում եմ պետք է ստանձնի այնպիսի խաղի կանոններ, որոնք պետք է հավասար լինեն երկու կողմերի համար, եւ իր համար եւ դիմացինի։ Այս խաղի կանոնները ընդունված են, կան, գործում են, պարզապես մենք պետք է սկսենք հիմա մի նոր ելակետից, երբ որ այս խաղի կանոնները իսկապես արդարացիորեն, առանց դեմագոգիայի, առանց ցուցադրման լինելու են հավասար բոլոր կողմերի համար։ Կանենք սա, հարգելի կառավարություն, կանեք սա, բրավո ձեզ։ Չեկանի, շատ վատ կլինի, որովհետև մենք այսօր բոլորս նստած, այստեղ մեր բոլորի պատվի խնդիրն է։ Եթե մենք այսօր խոսում ենք եւ պաշտպանում ենք կառավարության ծրագիրը, մենք մտածում ենք մեր երկրի մասին։ Եվ եթե կառավարությունը տապալվի, դա լինելու է բոլորիս պարտությունը։ Ես համոզված եմ, որ այդ պարտությունը չի լինելու։ Ես հավատում եմ այս կառավարության ծրագրին եւ հավատում եմ այն մարդկանց, որոնք այսօր այդ կառավարության կազմում են։ Եվ հավատում եմ, որ երկրի նախագահի հրահանգները, երկրի նախագահի լրջագույն հանձնարարականը այս կառավարությունը կատարելու է։ Գիտեք, մենք մի ուրիշ խնդիր ունենք, արագ վերջացնեմ։ Մենք ունենք հոգևոր եւ բարոյական արժեքների գերակայության խնդիր։ Եթե սրանք միասին չեն մեզանում, մենք չենք ունենա սոցիալ-տնտեսական հաջողություններ։ Հոգևոր եւ բարոյական արժեքների գերակայությունը մեզ համար պիտի լինի առաջին, քանի որ ժամանակը չի երիկում, վերջում երկու մեջբերում։ Մինչև օրս չհաջողվեց մասնավոր ներդրումների համար ստեղծել վստահության եւ հավատի դաշտ։ Սեփականաշնորհված ձեռնարկությունների մեծ մասը ընդհանրապես դադարեց աշխատել։ Հազարավոր մարդիկ մնացին առանց աշխատանքի եւ լքեցին հայրենիքը։ 18 հունիսի 1999 թիվ Վազգեն Սարգսյան։ Հաջորդ մեջբերումը։ Մենք իրավիճակի գնահատման պատասխանատվությամբ ենք մտել այս ծանր բեռի, այս ծանր խնդրի տակ։ Քանզի հասկանում ենք, որ հայրենիքի համար ոչինչ չանելը հավասար է ոչինչ, հայրենիքի համար ամեն ինչ չանելը
հավասար է ոչինչ չանելու։ Հարգելի կառավարություն, մենք պատրաստ ենք հայրենիքի համար ամեն ինչ անել, եթե պատրաստ ենք իրականում, ուրեմն անում ենք հայրենիքի համար։ Շնորհակալություն։ Արտահայտ ելույթի համար Էլդար Շարմազանով, համեցեք։